Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, մենք խոստացել էինք, որ ժամը 8-ից հետո ուղիղ եթերում կաշխատենք եւ կներկայացնենք վերջին լուրերը։ Ես այսօր ունենալու եմ նախ ուղիղ եթերով երկար, չգիտեմ, 3-4-5 ժամ գուցե այսպես աշխատենք, տարբեր հյուրեր եմ լինելու, պարոն Սուրենյանցը կլինի, Էդգար Էլբակյան եւ այսպես շարունակ Արման Աբովյանը, այնպես որ մնացեք մեզ հետ եւ մենք նաեւ ուղիղ կապ կունենանք այն լրագրողների հետ, ովքեր այսօր թեժ կետերում են եղել եւ լուսաբանել են Լիա Սարգսյանի հետ, Անի Գրիգորյանի հետ ես քիչ առաջ կապվեցի եւ մենք ընթացքում նաեւ խոսենք իրենց հետ վերջին լուրերը կներկայացնեն։ Ես կարծում եմ ամենավերջին բանը, որ արժե այս պահին ներկայացնել, առաջին էքզիտ պոլը ինչ է ցույց տալիս։ Ես շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, ուրեմն դիմությունը համատեղ ուժերով առաջ է անցնում քաղաքացիական պայմանագրից համացանցում տարածվել են անկախ էքզիտ պոլի վերջնական տվյալները ընտրատեղամասերի փակման պահին 20:00-ի դրությամբ։ Ըստ հրապարակված ցուցանիշների գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի 32.7%, մինչդեռ խորհրդարանն անցնող հիմնական ընդդիմադիր ուժերի ընդհանուր քվեն կազմում է 52.9%, Ուժեղ Հայաստան 29.0% Հայաստան Դաշինք 13.2%, ներողություն եմ խնդրում, 52.9% Ուժեղ Հայաստան 29.0% Հայաստան Դաշինք 13.2% Բարգավաճ Հայաստան 6.1% միասնության թվեր։ Այսպիսով էքզիտ պոլի արդյունքներով իշխող ուժը կորցնում է ընդհանուր թիվներ դա 52.9%, ուժեղ ես ներողություն եմ խնդրում այս ժամին մի քիչ էր բանը այսպես անհանգստություն կա, Ուժեղ Հայաստանը 29.0%, Հայաստան Դաշինքը 13.2%, Բարգավաճ Հայաստանը 6.1%, միասնության թվերը 4.6%, այսպիսով էքզիտ պոլի արդյունքներով իշխող ուժը կորցնում է խորհրդարանական բացարձակ մեծամասնությանը սպասենք, վերջնական պաշտոնական արդյունքների Գյումրիում ուրեմն շատ կարևոր լուր, ես ասեմ, որ շատերն էին սրան սպասում, ուրեմն 13.37, 18.6, 18.14, 18.32, 18.54, 18.79 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են եւ ոչ միայն, նաեւ 17.37, 18.6, 18.14, 18.32, 18.54, 18.79, 11.8 նշված ընտրատեղամասերում եւս հոսանքազրկումներ կան։ Ես չգիտեմ ինչ կոչ կարելի անել սա հետ կապված, այսինքն այս են ուժն էր, պարոն Նահապետյան, որ հայտարարում են, կրել ենք, հաղթել ենք այս ճանապարհով, այս մեթոդներով, ակնհայտ է դառնում, որ իշխող ուժը պարտվում է եւ հիմա ինքը դիմելու է բոլոր հնարավոր անհնար ամեն ինչի դիմելու Ուժեղ Հայաստանի ձևավորված ներկայացուցիչների թիվը երեկվանից մինչ այս պահը ամենայն հավանականությամբ պատերի 220-ի սահմանը։ Արմենիա-Սպյուտնիկին հայտնել է կուսակցության պատգամավոր թեկնածու Գոհար Մելոյանը։ Ուրեմն ձերբակալվածների թիվը ոնց է ձեզ համար, այս իմաստով հոսանքազրկումներ մենք տեսել ենք, բայց այն, որ տեղամասերում ծեծ ու ջարդ, որ այսպիսի մասսայական հոսանքազրկումներ, որ տվյալ օրը այս մասշտաբի ձերբակալություններ, այն, որ վերջին 20 օրվա ընթացքում բազմաթիվ գործեր, ձերբակալություններ, քրեական գործեր, անհիմն մեղադրանքներ, այս ամեն ինչը մենք տեսել ենք, բայց որ վերջին օրով էր լուսաբ 3 գիշերվանից սկսել են նոր ձերբակալություններ, լուսաբացին նաև մտել էին Հայաստան Դաշինքի ներկայացուցիչների տները, շտաբների ղեկավարների տներով եւ մասսայական այսպիսի ձերբակալություններ, նորից եմ կրկնում, միայն 200 ձերբակալություն եղել էր այդ պահի դրությամբ Ուժեղ Հայաստանից, այսինքն այն մարդիկ, ովքեր որ պիտի այսպես ասած տեր կանգնեն Գյումրիում տեղամաս է հոսանք, սրան միացավ քիչ առաջ հիմա ուղարկեցին, խայտարակություն է սա ուղակի, Գյումրիում եւս հոսանքազրկել են, ասեմ, որ տեխնիկական մի շարք խնդիրներ էին առաջ եկել այս ընտրություն քվեարկության ժամանակահատվածում, երբ որ մարդիկ մոտեցել էին, ինչ որ մի պահից արդեն պարզ էր դառնում, որ ընտրողների շատ են, գիտեք, որ անվերջ կոչ էր արվում, որ անպայման գնացեք եւ ընտրություններին մասնակցեք, որովհետեւ մասնակցության դեպքում իշխանություններին քիչ հնարավորություն են ձեռնում, որովհետեւ նրանք կարողանան կեղծել։
Եվ ինչ որ ընտրատեղամասերում արդեն ընթացքում ասում են, որ մեզ մոտ խնդիրներ կա, պիտի սպասեք, պիտի գնաք եւ գա կամ հոսանքազրկումներ կան։ Պարզ է, չէ՞, մարդիկ ինչ որ ճանապարհ են կտրել եկել կամ ինչ որ տեղերից են եկել կամ արդեն տրամադրված եկել են այստեղ եւ ժամանակե չեն ասում, ասեք մեկն ասում է 5 րոպե պիտի սպասեք, մեկն ասում է կես ժամ պիտի սպասենք, ինչ էին անում, որպեսզի մարդկանց հիասթափեցնել եւ մարդիկ թողեն գնան եւ չգան։ Այո, ես կուզենայի, ուրեմն մեծ սկանդալ է եղել Սիսիանի փոքրիկ գյուղում փորձել են պարկով դուրս անել չքվեարկված քվեաթերթիկներ։ Եթե սա նկատել են եւ անմիջապես նկարահանել են, հիմա դուք պատկերացրեք քանի տեղերում է, որ փորձել են թաքուն կերպով այդ քվեաթերթիկները դուրս տանել։ Փաշինյանը պարտվում է, մեր հաղթանակը մոտ է, հայտարարել է Կարապետյանների ուղերձը, Սամվել Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի ուղերձը, նրանք անընդհատ էսի ուղերձներն անում եւ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10 դրոպ 51 ընտրատեղամասում, ուշադիր լսեք 2 րոպե առաջ, այսինքն պարզ է, չէ, որ ոչ իման ճշտելվան հնարավոր չլինի, խնդրեմ, սա է, ես մի հատ այս եւ ոչ միայն 2 տեղը, չէ, մեկը Նուբարաշենի, ուրեմն 10 դրոպ 51 ընտրատեղամասն, մեկը Սոտքում, ուրեմն այս նույն մեխանիզմը իրենք բանեցրել էին։ Այսպիսի բաներ ես խնդրեմ, մեկնաբար, սա է, ուրեմն վերջին վարքյաններն են, վերջին պահերն է, որ մենք տեսնում ենք, երկու պակաս, պատկերացնում եք այդ հատվածում, ուրեմն, ահա, բերել են, այսօր փայլուն աշխատել է մեր գործընկեր Լիա Սարգսյանը, մենք հիմա իր հետ ինքը եղել է մի քանի տեղամասերում եւ բացահայտումներից մի քանիսը իրենն են, ինքը ուղղակի 2-3 ժամ առաջ անընդհատ ուղիղ եթեր էր մտնում եւ ներկայացնում է Լիա ողջուններս, գիտեմ որ շատ հոգնած եք, ես գիտեմ որ իհարկե ես շատ պիտի խնդրեմ, եթե հնարավոր լինի նաեւ մեր տաղավար գաք, հիմա պիտի խնդրեմ Լիա ներկայացնես վերջին լուրերը կամ ոչ միայն վերջին լուրերը, օրվա ընթացքում ինչ բացահայտումներ եք արել, կխնդրեի որ ներկայացնեիք, խնդրեմ։ Օրվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, եթե անհրաժեշտություն կա դրանք կներկայացնեմ, բայց ամենահուսահատեցնողը այն էր, որ ես օրեր առաջ հրապարակել էի Սիսիանի կոմունալ բաժնի պետի մասին տեղեկություն, որ վերջինս հանդիսանալով Լոր գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը իր աշխատակիցներին, այսինքն կոմունալ բաժնի աշխատակիցներին, ովքեր հանդիսանում են Սիսիանի քաղաքացիներ, տեղափոխել է ընտրության հենց այն ընտրատեղամաս, որտեղ ինքը նախագահ է։ Ինձ հայտնում է, որ այս ամենը կատարվել է այն բանի համար, որպեսզի վերահսկելի լինի Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանի օգտին ընտրությունը։ Երբ այդ հրապարակումը արեցի, իրավապահները որևէ գործընթաց չսկսեցին, մատը մատին չտվեցին։ Այսօր արդեն ականատես եղանք հետևյալին։ Ուրեմն Սիսիանի ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, որը հանդիսանում է նրա կինը, ուշադրություն, որը հանդիսանում է նրա կինը, ժամը 1:30 դրությամբ գնում է հենց այդ ընտրատեղամաս, ԿՊԱ-ական կոմունալի պետի ընտրատեղամաս եւ հավաքում է այն քվեաթերթիկները, մտնում է քվեախուց, հավաքում է այն քվեաթերթիկները, որոնք խոտանման ենթակա են, այսինքն դրանք այն քվեաթերթիկներն են, որ քաղաքացիները թողնում են այնտեղ եւ գնում են, մի քվեաթերթիկ դնում են ծրարի մեջ եւ գնում են։ Ուրեմն այդ կնոջ անուն ազգանունը Արմինե Անդրանիկյան է։ Տրամաբանությունը հուշում է հետեւյալը, որ Արմինե Անդրանիկյանը վերցնելով քվեաթերթիկները, նախ հայտարարում է, որ դրանք տեղափոխում է այլ ընտրատեղամաս, ինչը օրենքի խախտում է, վերցնելով քվեաթերթիկները, հետագայում փորձել է հասկանալ, թե Լոր գյուղում, որտեղ իր ամուսինն է հանձնաժողովի նախագահ, քանի անձ է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դրա մասին ես հրապարակում եմ արել։ Շատ լավ, այս հրապարակումն էլ չէ ձեր, ահա, խնդրեմ։ Ահա, ես հենց այս պահին գտնվում եմ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ծննդավայրում, Նորապատ համայնքում, 16-16 ընտրատեղամասում ընտրության ավարտին մնացել էր ընդամենը 4 րոպե եւ մի խումբ զինվորներ են մտնում ներս։ Այսինքն նաեւ էստեղ։
Փաստորեն, այո։ Մի կողմ զինվորներ են մտնում ներս եւ արդեն ընտրությունը ավարտվել է, դռները փակում են ու զինվորները մնում են ներսում, շտապեցնում են արագացրեք, բանից պարզվում է, որ բացի նրանցից նաև զինվորական կամազով ընտրատեղամաս են տեղափոխվում նաև այլ ընտրողներ եւ եթե այլ զինվորներ ժամկետային զինծառայողներ ու բավականին հուսահատ վիճակում հայտնվեց նրանց հրամանատարը, երբ տեսավ, որ դեպքի վայրում ընտրատեղամասի դիմաց մենք կանգնած ենք եւ նկարահանում ենք ամբողջ գործընթացը, իրենք մտադիր էին, ընտրական հանձնաժողովի անդամներով քչփչում էին, թե մի բան կանենք, կընտրեն զինվորները, բայց իրենց չհաջողվեց դա կազմակերպել, քանի որ մենք այնտեղ կանգնած էինք եւ դուք գիտեք, որ օրենքն ասում է, որ 20:00-ից հետո, այսինքն ընտրության ավարտից հետո առնվազն ընտրատեղամասի դռները չեն կարող բացվել, բացվեցին միայն այն դեպքում, երբ զինվորներ էին դուրս գալիս, ու ստիպված եղան նրանք հեռանալ։ Ու ավելին ասեմ, հրամանատարը զանգ ստացավ ինչ-որ տեղից եւ զեկուցեց, որ ընտրել է 200 հոգի զինվոր։ Պարզ է, շատ լավ, մենք ընտրական հանձնաժողովի անդամները արձանագրել են։ Իսկ դա արձանագրվել է, պարոն Ահապետյան, հետ ենք մենք ուղիղ եթերում, դա արձանագրվել է, ներկայացնում է, այնտեղ կա։ Ոչ, մենք դեռ հրապարակում չենք արել։ Չէ, վստահված անձանց կողմից խոսքը դրա մասին է, դա այդ ամեն ինչ արձանագրվել է։ Այս ընտրատեղամասում վստահված անձինք շատ հոգնած էին, իդեպ չէին կարողանում ընկալել ինչ է կատարվում։ Այսքան Շատ լավ, մենք նորից ուղիղ կապի մեջ կլինենք, բայց նաև սպասում ենք ձեզ տաղավարում, շատ շնորհակալ։ Անժելա, ես ուզում էի նաև նշել, Խնդրեմ։ Նույն դեպքը ինչ-որ տեղի ունեցել Լոռում, Ահա։ Երբ գալիս են եւ հավաքում են քվեաթերթիկները ու տանում, այդպիսի դեպք է տեղի ունեցել նաեւ Մասիվում 36 ընտրատեղամասում, այդպիսի Այսինքն մի քանի տեղ բացահայտվել է, նկարահանվել է, ահազանգվել է, մյուս տեղերը չի բացառում, որ գախնի ինչ որ ճանապարհներով դուրս է տար։ Ահա։ Այո, չեմ հասցրել իդեպը խախտումների եւ այլ ահազանգերի մասին տեղեկացնել, բայց ճիշտ ասած կուզեի հիմա ասել քաղաքացիները, ովքեր որ ինձ գրել են, ընտրախախտում կա, բառացի մեջ բերում եմ, հա, ընտրախախտում կա 169 դպրոցում Հովհաննես Շիրազի, չեն ասում, որ ստորագրես ու տալիս են թղթերը, որ հետո անվավեր լինի։ Ահա։ Պարզ է։ Ահա, Բայքի Զորամասում մեր զինվորներին պարտադրելով տարել են, ասել են 16 կընտրեք։ Այսպիսի ահազանգել կա։ Շատ լավ, ուրիշ։ Լավ, շատ լավ, մենք քիչ հետո ես պիտի խնդրեմ, որ կապի մեջ լինեք։ 25-6 ընտրատեղամասում ընտրացուցակների սարքի տպած կտրոնի համարները չեն համապատասխանում։ Նկարներ են ուղարկվել, որից երևում է, որ ԿՊ-ի աջակիցները կամ առնվազն ԿՊ-ականները ընտրատեղամաս են գնում ԿՊ-ի շապիկներով, քարոզչական։ Այդպիսի դեպք է արձանագրվել 36/27 ընտրատեղամասում։ Ուրեմն այսօր ինձ գրել են հետևյալը, մետրոպոլիտենի աշխատակիցները, կոնկրետ բարեկամություն կայանի, բռնանում են մարդկանց ազատ կյանքին, այսպես են գրել, հա, ինչպես գրել են, բառացի մեջ բերում եմ, պիտի գնան ընտրեն, ասում է, ու պարտադրում են, որ զանգեն ասեն, որ արդեն գնացին ընտրության, իսկ հանրահավաքին բոլորին հրապարակում ներկա բացակա են արել։ Իդեպ այս ահազանգից հետո, երբ ես սա հրապարակեցի, ինձ մետրոպոլիտենի հետ կապված այլ ահազանգ ևս եկա, նշում են, որ հանրահավաքի օրը ականատես են եղել քաղաքացիները հետևյալին, որ մետրոյի դռները բաց է եղել, այսինքն քաղաքացիները կամ առնվազն իրենց աշխատակիցներն են եղել, չգիտեմ, առանց վճարելու, առանց մուտք անելու գումարը դուրս են եկել։ Շատ լավ։ Շատ հարաճար, դե մենք եթերում ենք, շնորհակալ, ինչ։ Առաջին թվերքա շնորհակալություն, լիա պիտի խնդրեմ, բայց կապի մեջ լինեք։ Խնդրեմ։ Սա էլ ասեմ, տասնյակ ահազանգեր եմ ստացել առայն, որ քաղաքացիների տների իրենց տան հասցեներում գրանցված են Այո, ես մոռացա, այո, այդպես, ահա։ Գայանե Սարիբեկյանը ինձ
ուրեմն տեղեկացնում է Գայանե Գաբրիելյանը ներողություն, ինձ տեղեկացնում է, որ իր տան վրա գրանցված է 7 անձ, որոնց ինքը բացարձակ չի ճանաչում։ Հայտարարություն։ Շատ լավ, շնորհակալ ենք, չէ, Մարիամ Թեքրասների նկարները խմում, շնորհակալություն, մենք կապի մեջ կլենք, առաջին տվյալներ կա, շնորհակալություն, լիա կզանգահարեմ նորից կապի մեջ։ Ուրեմն առաջին տվյալները հիմական, ուրեմն Վարդաշեն ինչ է սա դիացը, ընդհանուր ընտրողների թիվը 74 հոգի են, ուժեղ Հայաստանը 30 ձայն 40.54%, Հայաստան դաշինքը 18 ձայն 24.32%, քաղաքացիական պայմանագիրը 17 ձայն 22.90%։ Այս լավ թիվ է, առաջին թիվը պաստորեն հաղթանակ է արձանագրվում, ուժեղ Հայաստան, չէ, դե այս հոսանքազրկումները պարզ է, հիմա բոլոր տեղերը պետք է արձանագրեն ու բողոքարկեն։ Հիմա փորձելու են ինչ հնարավոր է այս փուլում, այս ընթացքում անել։ Չկա արդեն կա տոկոսների թիվը, թե 8-ի դրությամբ ինչպես է, մասնակիցների, այո, Սյունիքում, բայց այստեղ տվյալներ կան, որ ժամը 5-ի դրությամբ էր, 55.36% Սյունիք էր, Վայոց ձոր 54.15%, 14, այսինքն այսպես լավ էր, միայն Արմավիրում էր ցածր տոկոս լավ չէր, Գեղարքունիքում լավ չէր եւ նաեւ կոչ էին անում, որ Շիրակում 46.23%, մի քիչ զարմանալի է, որտեղ սովորաբար Շիրակում տոկոսը սովորաբար այսպես ցածր չի լինում։ Շատ լավ, այսպես եւ ես խնդրեի միջև այդ նաեւ ցուցադրեք թե տեղամասերում այն ոնց են հարցակվել Հայաստան դաշինքի ներկայացի վստահված անձի վրա, միջե այսպիսի բան ես ճիշտ ասած քաշքշուց ծեծուջար շատ ենք լսել, բայց որ այսպիսի բան լինի, խնդրեմ, տեսեք, այսպիսի բան լինի հենց տեղամասում, սա կարծեմ բացարձակ նորություն է։ Ես պահանջում եմ իրավական ծրագրի ու վերջ։ Խնդրեմ, պարոն Ահապետյան, եթե մենք նոր ինչ-որ բաներ ունենք, ինձ փող խանցեք։ Խնդրեմ, պարոն Ահապետյան, շատ ճիշտ նկատեց պարոն Ահապետյան, թերևս ամենավտանգավոր բանը, որ այս պահին իրենք անում են, այդ մասսայական հոսանքազրկումներն է, դե ամեն ինչ տանում են նրան, որ այս մարդը հասկացել է, որ պարտվում է եւ ինչ, տեսեք ինչերի է դիմում։ Խնդրեմ։ Հոսանքազրկումներ, ես կարծում եմ ցանկացած խախտում նոր Լիա Սարգսյանի հետ եք խոսում, ես կարծում եմ, որ արձանագրություն պիտի կազմի։ Հա, լավ է, որ տեսել են վստահված անձինք, դիտորդները, լրատվամիջոցի ներկայացուցիչները, լավ է։ Իրա զեկել են, գիտենք, արձանագրություն, առանց արձանագրության ոչ մի դեպքի ընթացք չի տրվի եւ դա անգամ դեպք չի համարվի, որպես խախտում չի համարվի, քանի դեռ չկա արձանագրություն։ Բոլոր նրանք, ովքեր որ պատասխանատու են այդ արձանագրությունների կազմման համար ընդդիմությունից, նախանձախնդիր հոգնածս ո՞րն է։ Այս վերջին պահին, ասենք, որտեղ դու պետք է արձանագրես, որ այդ այլանդակությունը, առանց արձանագրման դա անցնելու է։ Իշխանությունների այլանդակությունները անցնելու են։ Հետեւաբար արձանագրությունն է ամենակարևորը, առաջին, իմ դիտարկումը, ընդ որում ես Եվս մի շարք տեղերի հետ կապի մեջ եմ։ Իմիջիալոց, եթերա դուրս եկել մարդամեկը ողջուններ ա ուղարկում, իբրև թե բան լավ տրամադրություն, չնայած ուրիշ ինֆորմացիաներ կային, ասում են, որ ինչն է, որ օդանավակայանում թռնում է այդ պատրաստի բան վիճակի են վերել։ Հա։ Այո։ Փայտիկը տվել են։ Չգիտեմ։ Փայտիկը, կարևորը փայտիկն է։ Այսպիսի ոմանց տան անդամներն են ոնց որ թե պատրաստել կամ արդեն Որտեղ Վրաստանի սահմանում են արդեն։ Ոչ, դեռ չեն հասել։ Այո։ Եթե փորձ է արվում ներկայացնել, որ իբրև թե ամեն ինչ հանգիստ է բան հարց, եթե ամեն ինչ այդպես լավ է ընթացել, այսքան խախտում, եթե հոսանք ինչ եք անջատում։ Այո, ինչ է այս ամեն ինչը տեղի։ Այս զինվորներին վերջի րոպեին ինչ եք բերում։ Ամբողջ ընթացքում ծեծ ու ջարդ, 20 օր շարունակ ահաբեկչություններ, ձերբակալություններ, այսօր լուսաբացից սկսել եք, տեղամասերից ուղակի առևանգումներ, տեղամասերում, չգիտեմ, ծեծ ու ջարդ, այս ամեն ինչը, բա ինչի համար է։ Ինքը փորձում է ցույց տալ, որ իբրև թե հանգիստ մնացեք, թող ոչ մեկ չպատրաստվի գնալ այդ իմիջիալոց, այդ ինքնաթիռով քանի մարդ կարող է գնալ։ Դե մի ընտանիք հազիվ էր, ունեցվածքով բանով որ լստեր, մի ընտանիք հազիվ գնա։ Մնացածները անիվներից պիտի կախվեն, առանց ունեցվածքի։ Թող մտածեն։ Ու կոնկրետ Աֆղանստանը ոնց է ոնց որ։
Պաստորեն, այդպիսի բաներ կա, համատարած հոսանքազրկումներ, այս պահին ուրեմն նորից խայտառակություն, 13 դրոպ 7, 13 դրոպ 6, 14 դրոպ 4, չէ, սա ուղղակի չգիտեմ, չէ, 13 դրոպ 37, 13 դրոպ 44, 18 դրոպ 14, 15 դրոպ 53, բոլորը համատարած հոսանք, հա, խայտառակություն է սա ուղղակի, 12 դրոպ 49, 14, բա որ դու սիրում ես, բա որ դու ընտրված ես, այս ինչ է տեղի ունենում, 10 դրոպ ուրեմն դրոպ 25 ընտրատեղամասում կորել են կտրոնները, որոնք տպվում են կհասարկը, 100 կտրոն չեն կարողանում գտնել, սկսվեց, ինչպես ասում են, սկսվել է։ Իշխանությունը մի բանում վստահ է, ինքը պարտվել է, եկեք արձանագրենք, բոլոր այս հոսանքազրկումները, կտրոնների կորելը վերջին պահին բիրիքով զինվորներին բերելը, սա մի բանի մաս է խոսում, իրենք վստահ են նախ Մասնակցության տոկոսը շատ բարձր է, սա նշանակում է բարձր մասնակցության տոկոսով 60 եւ ավել տոկոսով իշխանությունը պարտվում է, փոքրամասնություն է, որտեղ բոլոր ընդդիմադիր ուժերը ով անցնում է, 3 թե 4-ը իրար հետ են։ Պարոն Ապետյան, քիչ առաջ ուրեմն Պաստորեն 5 տեղամաս են վերջին 2 րոպեի ընթացքում բերել են զինվորականների։ Այս ինչ օրնես ենք ել, այս ինչ խա, ես 50% ունեմ, 65% ունեմ, բայց այս ինչ խայտառակություն, այսինքն ողջ ուզում է 101% հավաքի երևի։ Ժամը ուրեմն քաղաքներում, Ծաղկաձորում, ժամը 17:00-ի դրությամբ, ամենաակտիվ մասնակցություն ունեցել են 5 քաղաքներ, Ծաղկաձոր 67.8%, Քաջարան 60.8%, Վայք 59.4%, Ապարան 56, կեցեք դուք 56.8%, Ճամբարակ 56.1%, հույս ունեն, որ են գիտակցում ունեին, որ պիտի սա, ինչ էր ասում, օկուպացվածներից ազատագրվելու պայքար է։ Ուրեմն նորից եմ ասում, ինչի մասն է խոսում համատարած հոսանքը։ Ես այսօր մինչև այս տաղավարը գալ անտիֆեյքում եթեր եմ եղել ժամուկես, այնտեղ դեռևս հոսանքազրկումների մասին չկար խոսք, բայց ես ասում եմ, այս բոլոր խախտումները ինչ որ հիմա արձանագրում է, դա անհամեմատ շատ ավելի փոքր է ի համեմատ նրա, որ հոսանքազրկումն է, որտեղ ինձ համար հոսանքազրկումը դեռևս պատմական հիշողություն ունեմ 1996 թիվ հոսանքազրկումներ, արկղերի փոփոխություններ, քվեաթերթիկների տրցակներով լցնել եւ այլն։ Հիմա փաստացի գործող իշխանությունը վստահ է, որ ինքը պարտվել է։ Սա արձանագրում ենք, փաստ արձանագրում։ Հակառակ դեպքում ոչ մի հոսանքազրկում չէր արվի։ Վերջին պահին ոչ մի զինվոր փաթեթով, բիրիքով չէին բերի։ Արձանագրում ենք իշխանությունների քայլերը տրամաբանորեն բերում են մեկ նույնական եզրակացության։ Իշխանությունը պարտվել է։ Հիմա այս բոլոր հոսանքազրկումներում, որտեղ հանգամանքների բերումը մեկ էլ կպարզի, որ իշխանության կուսակցությունը հաղթում է, ես կարծում եմ բոլոր տեղերում պետք է ընդդիմությունը ուրեմն բան անի, վիճարկի հետ։ Հիմա հենց հիմա արձանագրումներ են կազմելու հոսանքի հետ կապված անջատումներում, բոլոր առնվազն ես գոնե լսեցի մոտ 10-12 արդեն թերթիկներ են բազմաթիվ հայտնվել, որ ասնավորապես 33 դրով 17 ընտրատեղամասում անձի կողմից կրկնակի գրանցման փորձել են արել ահազանգ աշտարակից, այս պայն աշտարակում 17 դրով 11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ԿՊ, լավ է, չէ՞, միայն կարող եք ընտրել ԿՊ-ականներին, ու այսպես բազմաթիվ խախտումներ։ Նորից եմ ասում արձանագրել, նորից եմ ասում արձանագրել։ Սա է հիմնականում վաղը ընդդիմության այն խաղակարտը դառնալու, որ արձանագրված խախտումները էականորեն կարող է, տեսականորեն ասեմ, սա թիվ նկարի, որ 101%-ով նոր մեծ խայտառակություն, ուժեղ Հայաստան կուսակցությունը տարածեց, ժամը 20:42-ի դրությամբ զինվորները դեռ շարունակում են քվեարկել, սա արդեն մեծ խայտառակություն, 20:00-ին պիտի փակել, ուրեմն 20:42-ի դրությամբ զինվորներ, քանիսն է հիմա, դեռ մինչև 10 րոպե առաջ զինվորներին 20:51 Այս ինչ խայտառակություն, այս ինչ վիճակում տարել են եւ հսկողության տակ, կա այս բաները, այսինքն դուք կարող եք անգամ մեր Telegram ալիքով քիչ առաջ տեղադրեցիք, սա տարածել է ուժեղ Հայաստանը, չէ, սրան պիտի տեր կանգնել, արձանագրել ինչ անել, արձանագրել միջազգային հանրության։ Ոչ, առաջին քայլը արձանագրելն է փաստը, իրավական գործընթացի համար։ Երկրորդ ընդդիմությունը բոլոր նրանք ովքեր որ անցել են եւ ովքեր որ մասնակցել են
կեցվածք են դրսևորում այս խախտումների հետ կապված։ Բոլոր են ընտրատեղամասում, որտեղ հոսանք է անջատվել, վստահաբար հոսանքի անջատումները ամենամեծ խախտումներն են։ Այն մի անձը երկուսի տեղի, մի ազգանունը երկու տեղ եւ այլն, սրանք եղանակ չեն որոշում։ Ես նորից եմ ասում, հիմնական խախտումներ, որը կարող է տոկոսներ արժանան, դրանք հոսանքի անջատումներն են եւ այս զինվորները, որոնք բիրիկով բերել են։ Այո, Այս երկու հիմնական 30,000 արցախցի չի ներառվել ընտրացուցակներում, փաստաբան Ռոման Երիցյանն է հայտնում։ Այս պահին 30,000 արցախցի ունի պատրաստ հայցադիմում եւ պատրաստում է մուտքագրել հայց դատարան, օրենքով դա թույլատրվում է նույնիսկ քվեարկության օրը, սակայն դատարանների կողմից ստեղծվել են արհեստական խոչընդոտներ, հայտարարել է փաստաբան, այսինքն ինքը գիտի չէ որ ում էին ընտրելու 30,000 արցախցիները վստահաբար կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Ուժեղ Հայաստանին կամ Գագիկ Ծառուկյանին չի թույլատրել այս մարդկանց, սա իսկ ես կարծում եմ երկու սարսափելի մեծ բան կա, մեկը որ նախ կրկնակի քվեարկություն, բայց ամենասարսափելին որ ուրեմն ընտրատեղամասները պիտի փակվեր 20:0-ին 20:42-ի դրությամբ, տեսեք սա ձայնագրված է, արձանագրված է, շարունակում են իրեն քվեարկել, զինվորները շարունակում են քվեարկել, այսպիսի բաներ կան։ Խնդրեմ, պարոն Հապետյան։ Փաշինյանը վստահ է։ Մի բանում հաստատ, ես համակարծիք եմ իր այդ կարծիքին։ Փաշինյանը վստահ է, որ ինքը պարտվել է։ Մենք եւս համակարծիք ենք, որ Փաշինյանը պարտվել է։ Բոլոր այս խախտումները ընդհանրապես մեկ բանի մասին են խոսում։ Նախ, բարձր մասնակցություն։ 60% եւ ավել մասնակցությունը Փաշինյանի 100%-անոց պարտությունն է։ 1. Երկրորդ, լույսերի համատարած անջատում Փաշինյանի պարտության մասն է խոսում, ուրիշ ինչպես ասում են, այլ հնար չկա։ Եվ երրորդ, որը կարող է էականորեն ազդել, խրձերով զինվոր են բերում։ Չէ, սա այս 3, եկեք այսպես, հա, 3 հիմնական բաներ եւ ընդդիմությունը արդեն պիտի կեցված դրսևորի։ Ընդդիմությունը կեցված չի դրսևորի։ Նորից մի քանի տեղամասերում հիմա կա տվյալներ, մենք արդեն սպասում ենք չունենք դեռ, ես կարծում եմ շատ արագ փոքր տեղամասերից չեմ տեսնում։ Եկեք Քարոզ Արշավի հա մասին խոսենք ինչ տեղի ունեցավ այս Քարոզ Արշավը ոնց է գնահատում պարոն Հապետյան։ Ուրեմն այսպես, ամենակարևորը ըստ իս Քարոզ Արշավի ընդդիմության հիմնական հաղթաթուղթը մեծ տոկոսով մասնակցություններ, այսինքն առաջինը։ Քարոզ Արշավը ծրագրային դրույթների Ինչով է շահեկան էլի դա եմ ուզում ասել։ Իշխանությունը ունի որոշակի տոկոս ընտրազանգված եւ որոշակի վարչական ռեսուրս։ Այդ տոկոս ընտրազանգված իր համախոհները եւ վարչական ռեսուրսը քարոզչությամբ չի ավելանում, դրանք ֆիքսված են։ Ասենք օրինակ գիտեն, իրենք 20% ունեն։ Բայց 20% ինչի մեջ, ասենք 50% մասնակիցների մեջ, այդ 20%-ը, եթե 50% են գնում մասնակցության, 20%-ը կարող է դառնալ 45-47%։ 50% մասնակցության մեջ։ Այնպես ինչպես Երևանում 9%-ով քաղաքապետ ընտրվեց։ 9%։ Ընդ որում, որը վարչական ռեսուրս էր։ Իհարկե, 9%-ին գումարվեց ինչ-որ մեկը, ցայներ ավելացան, որ ընտրվի քաղաքապետ։ Հիմա ինքը գիտի իր ստաբիլ, ասենք 20%-ը, բայց եթե մասնակցությունը 60% է լինում, այդ 20% կոչվածը երբեք 45-48 չի դառնում։ Մենք լավ լուրն ենք, հենց հիմա կապի դուրս եկավ Անին։ Անի, դուք կարծեմ Գյումրիում եք, չէ՞։ Ես Գյումրի էի գնացել, հիմա վերադարձել եմ քիչ առաջ։ Շատ լավ։ Մենք արդեն ուղիղ կապի մեջ ենք անի։ Ես պիտի խնդրեմ ձեր տպավորություններով մենք պարոն Նահապետյանի հետ ուղիղ կապի մեջ ենք, խնդրեմ։ Ուղիղ եթերում ենք, խնդրեմ, ինչ տպավորություններ, ինչ կարող եք ասել։ Նախ շնորհակալ եմ նշեմ, որ ես Գյումրի հասա այն պահին, երբ այնտեղ արդեն ոստիկանները 3 անձի վերման են ենթարկել եւ
բերման էին ենթարկել ուժեղ Հայաստան դաշինքի անդամների, ընդ որում բերման էին ենթարկել տանից 3 անձի, բերման ենթարկողը եղել է Ֆուդինյանը, որը հիմա ի պաշտոն է, այսինքն ոչ թե անձամբ ինքն էր այսպես, բերման ենթարկել, այլ մասնակցել էր այդ բերման ենթարկելու գործողությանը, որի իրավունքի պաշտոն է ինքը չունի, եւ այնտեղ կսկտուր բացատրություն էր տրվում առ այն, որ կաշառք տալու, այսպես կասկածով են բերման ենթարկվել, բայց այդտեղ պնդում էին, որ նման բան չկա, այդ անձիկ իրենց տանն են եղել, հանկարծ ոստիկանները ներխուժել են մարդու սեփականություն եւ բերման են ենթարկել։ Բացի դրանից հետո արդեն էլի ոստիկաններ եկան, երբ որ տղաներին բերման էին ենթարկել, որպեսզի դեպքի վայրի պահպանություն իրականացնեն, մտան մարդու տուն, ոչ թե օրինակ դարպասները մոտ կանգնեցին, դարպասները փակեցին, այլ ուղիղ մտան մարդու տուն։ Ընդ որում, փաստաբանը այնտեղ գոռում էր, որ դուք իրավունք չունեք, հիմա դուք կարող եք այնտեղ որևէ իր եք թողնում։ Որն է երաշխիքը, որ օրինակ ոստիկանությունը, իրավապահները այնտեղ որևէ ինչ չեն թողնելու, հետո դա չի վերագրվելու այդ անձանց։ Փաստաբանին էլ այդպես մեզ չթողեցին։ Հետո հասկացան, որ առավոտյան էլի անձանց էին ձերբակալել էին նաև Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացուին, խոսքով Գյումրիում այս անգամ ավելի շատ փորձել էին այսպես, վախի մթնոլորտ ձևավորել։ Դուք նաև դրանով եք բացատրում, որ նախորդ ընտրությունների սովորաբար Գյումրիի մասնակցությունը շատ ավելի գյումրեցիների մասնակցությունը շատ ավելի բարձր է լինում։ Դրանով եք նաև բացատրում, որ մի փոքր քիչ էր այս անգամ գյումրեցիների մասնակցությունը։ Տեսեք, այո, որովհետև մարդիկ նախընտրել էին առհասարակ տնից դուրս չգալ, քան կռվի մեջ ընկնել կամ իրավապահների հետ խնդիր ունենալ։ Պատկերացրեք այն քաղաքական ուժերին, որոնք ընդդիմադիր էին, նույնիսկ նրանց վստահված անձերի մեքենաներն են կանգնացրել, ասում են կարող են, չգիտեմ, մի լուցկու համարել, ասեին, որ պիտի արձանագրություն կազմեն, կամ պիտի բերման ենթարկեն, հասկանում եք, այսինքն համատարած ճնշում էր գործադրվել, ասեմ նաև ճնշում է գործադրվել, ես վստահ եմ ասում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց վրա դիպության ներկայացուցիչների, որովհետեւ սկզբում ակտիվ խոսում էին, փորձում էին ներկայացնել իրավիճակը, հետո հանկարծ սկսեցին այլևս այսպես ասել, կռիվ չտան, որովհետեւ օրինակ չգիտեմ, Սարիկ Մինասյանի թաղամասում մեքենաների կուտակումները բոլորը ՔՊԱ-ականներ էին, Սարիկի ընկերներն էին, այսինքն ակնհայտ են ճնշումները, որոնք մարդկանց վրա կարող էր գործածել, անգամ, չգիտեմ, իրենց ներկայությամբ։ Երբ մեզ տեսան, արդեն ոստիկանությունը գործի էր անցնում, փորձում էր կուտակումները ցրել, այնտեղ մենք այլահազանգերել էինք ստացել, իհարկե մենք չկարողացանք այդ պարզել, բայց կաշառքի վերաբերյալ ահազանգեր կային, այնտեղ մի բացի դրանից, օրինակ ընտրատեղամաս կար, նույն Սարիկ Մինասյանի թաղամասում, որտեղ դիմացի տանը Թաթա Սիմոնյանի 16 երգն էր բարձր միացված։ Ես ձեզ ավելին ասեմ, տարբեր ընտրատեղամասերում Գյումրու եղել են կրկնակի քվեարկություններ, եղել է այնպես, որ քաղաքացին արդեն քվեաթերթիկով մտել են ներս, եղել է այնպես, որ ինքը դուրս է հանել եւ արդեն փողոցում խոտանել է երրորդ համարի քվեաթերթիկը, այլ դեպքեր եւս արձանագրվել։ Իսկ արդեն օրվա ընթացքում խոսում էի, որ գիշերվանից առևանգումներ, ձերբակալություններ, խոսում էի։ Այս անգամ գիտեք ինչ էր, այս անգամ իրենք ընտրել են այսպես, իրավապահներով իրենց ահաբեկելու ճանապարհը։ Այ Անի, դու մի քանի ընտրությունների ես մասնակցել, ինչ տարբերություն կար այս ընտրության, իհարկե մենք դեռ կամփոփենք, կտեսնենք թե ինչ է կատարում, բայց ինչ տարբերություն կար այս ընտրությունների եւ նախորդ ընտրությունների միջև։ Անի, մենք փորձենք նորից կապի դուրս գալ, ինքը Անին ճանապարհի վրա է, բայց իմիջիայլոց այսօր ուրեմն ընտրության այդ ընտրության ժամանակած երբ որ քարոզ անել չէր կարելի, պարոն Ապետյան, հանրային հեռուստաընկերությամբ ՔՊԱ-ականները ասուլիս են տվել 45 րոպե հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է։ Հետո ուրեմն Հայաստան դաշինքի
4-5 անդամներ ասուլիս էին հրավիրել, պատշաճ կերպով ուրեմն տեղեկացրել էին դրա մասին հանրային հեռուստաընկերությանը, անգամ ասել էին, որ պատրաստ ենք լինքը ուղարկել, որ դուք դա լուսաբանեք, որևէ լուսաբանում չի եղել, այնպես որ այսպիսի բաներ եւս կա, հիմա նաեւ ինձ պարոն Նահապետյանը ուղարկեց, տեսեք ինչ է գրել, ընդամենը 5 րոպե համացանցը թերթելով, պարոն Նահապետյանը չի գրել, Narod Visit, այս էջն է գրել, ընդամենը 5 րոպե համացանցը թերթելով հարյուրավոր համակարգված խախտումներ կգտնեք, բայց նիկոլական պրոպագանդիստ Դանիել Լեոնիսյանը, որը ներկայանում է իբրև անկախ դիտորդ իր 700 հոգանոց խմբով, դեռ չի կարողացել խախտումներ արձանագրել, խայտառակություն, Պարիզմուր իմաստով խայտառակություն։ Մենք կփորձենք քիչ անց անի հետ նորից կապի դուրս գալ ճանապարհի վրա դրանով է պայմանավորված։ Խնդրեմ, այդ թեման եւ Դանիել Լեոնիսյանի թեման, խնդրեմ։ Նախ նորից եմ կրկնում ընդդիմությունը ձեր նախորդ տված հարցին ընդդիմությունը ամենաառաջնային խնդիր որ պետք է լուծել առավելագույն մասնակցություն այս պայքարը խորհրդանական կեցեն Թալինի հացառատ գյուղը նախնական տվյալներ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 20 ուժեղ Հայաստան դաշինք 160 այդ կարող է մի հատ 0 պակաս են գրել Ուժեղ Հայաստան դաշինք 160 քաղաքացիական պայմանագիր 200 մի 0 պակաս են գրել չէ դա ուրեմն իրականությունը շատ ակնհայտ է այս այլանդակությունները իշխանությունը անում է մի բանի համար եւ այդ ձեր նշած անձը հիմա կուրացել է խուլա կույր է չի կարողանում խոսել ոչինչ չի տեսնում եւ սա էր սրանց ժողովրդավարությունը ժողովրդին սիրում են կոկորտը պատրելով սիրում եմ ժողովրդին խափում ենք ժողովրդին, խափել ենք ու ելի կխափենք։ Սրանց սերը ընդամենը մեկ բառով է բնութագրում խափել։ Սուտը ում գործիքն է, սատանայի։ Այո։ Դե ստության հայրն է քո հայրը եւ բոլոր նրանց ովքեր որ այս այլանդակությունները անում են, ստի կեղծիկի վրա իշխանություն եք պահում։ Ես համոզված ասեմ, որ ինձ գոնե հանգստացնում են իրողությունը, որ Փաշինյան ինքը գիտի, որ կպարտվել է, հասկանում եք, Անժելա։ Ինքը գիտի եւ այս այլանդակությունները անում է, որտեղ պարտվել է։ Մասնակցությունը բարձր է։ Այո, եւ հայտարարել են կարողացել բարձր մասնակցությունը վկայում է Նիկոլ Փաշինյանի մոտալու պարտության մասին Կարապետյանները։ Մտքերս կարդում եմ եթերային։ Գուցե։ Հա, այսպես է, այսինքն սա շատ པարզ է, բայց ես չգիտեմ, այս լույսերի հոսանքազրկման հարցը պիտի այս հոսանքազրկումը շատ կարևոր է։ Թվեր են ներկայացնելու, այս ընթացքում ինչպես է ինչ են անելու, ինչպես է կեղծվելու, այնպես որ ուրեմն իրենք վատ թվեր ունեն, որ վստահաբար իրենք գիտեն։ Դուք ոնց եք, որ դու այդպես բանը հանգիստ ես, հանգիստ նստած ներկայացնում է բարի երեկո սիրելի բոլոր, բայց հետաքրքիր է, պետք է ճշտել, թե որտեղից է ինքը ասում։ Չէ՞։ Շատ հետաքրքիր է, որտեղից է մարդը մեկը այս բանը ասում։ Այս ուրեմն այս պատը, հա, իր նստավայրի պատն է ոնց է։ Դրսի արտաքին միգուցե։ Լավ, ուրիշ տեղից է, ուրիշ երկրից է։ Դե կարող է հիմա չգիտեմ, այդ էական չի։ Շատ էական է, հանկարծ միայնակ չթողի թիմին։ Հա, դուք չեք մտածում իրենց մասին։ Լավ, իրենց խնդիրները, մերը այնքան հիմա իրենց խնդիրները վերցնենք, չէ, Քավլիցի իրենց խնդիրն է։ Հիմա օթանավի անիվից են կախվելու, որ ծակն են մտնելու իրենց խնդիրն է։ Ես նորից եմ ասում, բոլոր նրանք ովքեր այս այլանդակությունների մասնակից են, այդ թվում նաև են հրամանատարները, որ սենց հրամաններ են տվել, իրանք էլ են պատասխան տալու։ Եվ հոսանքազրկման հետ կապված, հիմա պարզեն նաև այդ հեծի գրավում ինչ հետ էր կապված։ Ընտրությունների հետ, ստեղ միայն հեծը այն խնդիրը չէր, որ իբր ազգայնացնենք եւ այլն։ Ես հոսանքի անջատումներում իրենց մարդիկ լինեին, որտեղ ասեին, երբ անջատեն, ոնց անջատեն։ Գիտեք, այսպեսի մի նաև դիտարկում, որ եթե այլանդակությունները հիմնավոր արձանագրված, փաստարկված էականորեն ազդելու են ընտրությունների արդյունքների վրա, այդ արդյունքները շատ երկրներ չեն ճանաչի, իդեպ ասեմ ձեզ, եւ որի վերաբերյալ մասնավորապես
Ռուսաստանի Դաշնության խայտարակությունը արտգործ նախարարության մամուլի պատասխանատու Մարիա Զախարովան ասել է, այս այլանդակությունները, եթե շատ էականորեն ազդելու են, չեն ճանաչելու արդյունքը եւ Հայաստանի իշխանություն կոչեցյալը լեգիտիմ չի լինելու։ 20-30 ընտրատեղամասերում հոսանքազրկված վիճակը, տեսեք ինչ է հայտնում։ Հեծը հայտնում է ընտրատեղամասերի անխափան էլեկտրամատակարարման մասին։ Նույն ինքը են Դե սա եւս ինչի մասն է խոսում վախում են սույն անձը վախում է որ այդ հոսանքազրկումը փաստական քրեական հետապնդման համար հիմքեր է տալիս որտեղ պայմաններ է ստեղծել ընտրությունների արդյունքը եւ ժողովրդի կամքը կեղծելու Սա է ես հոսանքազրկման մասին շատ վաղուց եմ ասել սա է այն հիմնական կեղծիքների փաթեթը որով իրեն կեղծելու են որտեվ շատ լավ հիշում եմ 96 թվում հիմնականում այդ կեղծիքների ցուցիչը հոսանքազրկումներ նույնը հիմա իդեպ ասեմ 2021-ին որ տենց ժողովուրդ իրան սիրում էր բական շատ տեղեր հոսանքազրկում արեցին որպեսզի այդ կեղծիքները ինձ համար օրինակ գիտեք ինչ ցուցիչ կարող է լինել պատկերացրեք երկու ընտրատեղամաս կամ 3 ընտրատեղամաս մոտ տարածքներում այսինքն մոտապես ժողովրդի սոցիալական ասենք կրթական, չգիտեմ, այն ինչ ասենք, նյութական, մակարդակը նույնն է։ Տարածք, հա, իրար մոտ տարածք, 3 ընտրան տեղամաս։ Եթե մի տեղ հոսանքազրկել են, երկու տեղը չեն արել։ Եթե այդ երկու տեղի տարբերությունը ընդդիմության եւ իշխանության էական է, օրինակ ընդդիմությունը ջախջախից հաղթանակ է տալ, իսկ այն մի տեղը, որտեղ հոսանքազրկել են, իբր իշխանությունն է տալ, ակնհայտ է, չէ, հոսանքազրկման հետևանքը։ Այսինքն նույն sense համատեքն կարող է ստանալ։ Ես նորից եմ ասում, այդ հոսանքազրկումն է, որը սկզբունքորեն բերելու է այս այլանդակություններին եւ ընդդիմությունը կեսա։ Ընտրությունների այս ամբողջ ողջ օրվա ընթացքում էլ բայց ահաբեկչությունները, ձերբակալություններ եւ այս բոլորը կազմակերպված, հատկապես համայնքներում, համայնքապետերի հսկողության տակ այդ ամեն ինչը բերել են այդտեղ, իրենք են անցկացրել, իրենք են բայց սա ինչ է նշանակում։ Իշխանությունը վստահ է 100%-ով Անժելա ինքը պարտվել է, որպեսզի այդ պարտությունը ներկայացնի հաղթանակ անում է սա պարզ չի ինչի մասնախոսքը։ Եթե մեկը վստահ է, որ օրինակ 18 թվականի դեկտեմբերին եղավ Հայաստանում ընտրություններ, sense բաներ տեսել եք դուք։ Նիկոլը վստահ է, չէ՞ որ ժողովրդին այնքան է հիմարացրել եւ խաբել։ Որ պետք չի ոչ հոսանքազրկումա պետք, ոչ կեղծիքներ են պետք, վստահ է որ հաղթելու է, ինչ խնդրեմ չէ, no problem։ Բայց հիմա ինչ է անում, որտեվ ինքը վստահ է, ոնց որ 18 թվականին էր, որ ինքը պարտվում է հիմա։ Մահացած անձանց անուններն են եղել համատարած։ Այս օրինակը կար, ես վաղաշաբաթից միշտ օրինակը բերել եմ, այդ թվում նաև այս տաղավարից։ Ասել է որ մի կին գնացել է աննախադեպ ընտրություններին մասնակցել են ընտրողների ոչ ավել ոչ պակաս 58.97%-ը։ Կարծում 60% անց է, այս դեռևս հələ պարզ չի, 60% անց է։ Սա առաջին բանն է, որ այսպիսի մեծ իսկ աղբյուրը մասնակցություն Գահից արդեն ինֆորմացիան տալիս են։ Ես հարցրեցի, ավելի շատ է։ Տարբերվում այս ընտրությունները, պարոն Նահապետյան, մյուս ընտրությունները, մենք ընթացքում հետևենք, հա, զարգացումներին խնդրեմ։ Ես կարծում եմ, որ սա մեր լինելության, մեր պետականության, մեր հարևանների հետ հարաբերությունների ճշգրտման, երկիրը չկորցնելու, օտարը մեր երկիրը չնվաճելու եւ նոր ձևավորող աշխարհում մեր արժանի տեղ ունենալու ընտրությունն է։ Սա շատ ավելի արժեք է հետևանքի առումով կամ արդյունքի առումով, քան 91-ի անկախության հռչակագիրը իդեպ ասեմ, որտեղ գոյութենական որևիցե խնդիր այդ ոչ հանրակրվեի ժամանակ, ոչ որևիցե ընտրության ժամանակ դրված չէր։ Մենք այստեղ լինելու ենք, ապրելու ենք, թե չենք ապրելու։ Չկա նման խնդիր դրած, որ թուրքը գալու է այս տարածքները նվաճի, չկար այդպիսի խնդիր դրած։ Որ թուրքը պարտադրելու է քո ամեն ինչը, տնտեսությունը, սահմանադրությունը, ժողովրդագրական վիճակը, քո քաղաքականությունը, քո արժեքային կամ չարժեքային համակարգը ինքն է թելադրելու։ Դու դառնում ես, օրինակ, այդ ես որ ասում են Թուրքիայի վիլայետ, երբեք Թուրքիան չի համաձայնվի Հայաստանը Թուրքիայի վիլայետ։ Հայաստանը պետք է դառնա Ադրբեջանի մի հատ մարզ
Իսկ ամբողջ Ադրբեջանը Թուրքիայի կառավարման ներկա է։ Չէ՞ միչե մենք հələ այդքան ստատուս ունենք, որ մի հատ է Թուրքիայի վիլայետ, հա դառնանք, կազմավորում ունենք, չէ՞։ Մեր ստատուս ավելի ցածր են դնելու։ Այսօր այս ընտրությունը դրա ցուցիչն է։ Ես այդ 58%-ին չեմ հավատում։ Որտեւ շատ տրամաբանական երբ որ նայում ես 3 ժամը 1%-ները տվել են, այդ 58% չի լինելու։ Շատ ավելի բարձր տոկոս 60%-ը մենք հաշվել ենք։ Ուրեմն ամենաշատ ընտրողները վերջին 3 ժամում են, ավասիկ այս զինվորների ցուցիչն է, չէ՞, բերել լցել են։ Ուրեմն նախորդ 9 ժամերի ընթացքում մոտ 50% են, 48-ը կանցեր։ 1,224,000 մասնակցել էին։ Այսինքն ամեն 3 ժամը մեկ միջինով 400,000 է մասնակցում։ Վերջին 3 ժամը ամենաշատ մասնակցությունն է։ 1,224,000-ին որ գումարենք 400,000, այդ վերջին 3 ժամը հավասար եմ ես բաշխում, թե ավելի շատ են մասնակցել։ 1,6 անում, 1,6-ը 2.5-ի մեջ 60%-ից անցա, ոչ թե 58-ը չգիտեմ ինչ, այդպես։ Բայց եթե ասենք վերջին 3 ժամ ավելի շատ հերթերը դուք տեսել եք, չէ՞, ընդհատեղամասերում։ Այսինքն դեռ 400,000 չկարողա 500,000 ընտրողա գումար են առնում 1.7 անում, 1.7-ը մոտ գալիս է արդեն 70%, ոչ մի 58%։ Ուրեմն Ես չեմ բացառում, որ այդ հոսանքի անջատման ժամանակ ոչ միայն բանն է, իշխանությունն է հաղթում, այլև մարդկանց մասնակիցների թվականակն է պակասում եւ հորդորում եմ ընդդիմությանը, որ ինչ անեն դեպի հոսանքած դրկել։ մի վարքան, ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում։ Ես երկրորդ բանն եմ ասում։ Ոչ միայն իշխանությունն է հաղթում, այլև մասնակիցների թիմն է կրճատում։ Այսինքն ցուցակներով քանի մասնակից որ մասնակցել են, ցուցակներով կա չէ գրած։ Այդ ցուցակները կարող է ցուցակներն կարողացել փոխել, ես չեմ հասկանում։ Ցուցակներում կա ինչքան են մասնակցել եւ դնեն նայեն։ Արդյոք արկղի մեջի քվեները եւ այդ ցուցակով մասնակցել նույն թիմն է թե չէ։ 58% չի, շատ ավելի բարձր տոկոս է լինելու։ Նորից եմ ասում, նվազագույնը 61-62% էր, իսկ եթե գումարենք, որ վերջին 3 ժամ շատ ավելին են մասնակցում, մոտ կես միլիոն ալնում, 1,700,000 ալնում, 1,700,000-ը մոտ 70% ալնում։ Ինչևէ, ԿՀՀ-ն 20:00-ի դրությամբ ներկայացրել է արժանտրությունների մասնակցությունը 20:00-ի դրությամբ 2026 թվական 1 միլիոն, հետաքրքիր է, պարոն Աբեջան, 476,597, 2021 թվականի համեմատ 2021 թվականին եղել է 1,281,172, 49,41%։ Սյունեցիների 66%-ը մասնակցել է ընտրություններին։ Դե, ինչպես ասեցի, որ աննախադեպ է ընտրություններին մասնակցել են, դե մոտավորապես 60%, էլի ընտրողների 58,97%։ Բարձր ակտիվություն կա Սյունիքում, դուք ընդհանրապես ոնց եք բացատրում, որ հիմա իրականում Սյունիքը հանձնելու վտանգն է ռեալ եւ Սյունիքի բոլոր բարձունքները հանձնել են, Սյունիքից ահռելի տարածքները տրվել թշնամուն, էլ չեմ ասում ջերմուկի բարձունքները, այն Արսենյան ընտանիքին գիտեք, այդ խելագարություն, ես ուրիշ բան չգիտեմ, էլի, այսպիսի այդպես այլանդակություն, որ այդ ընտանիքն է, իրենց գլխի վերևում, ջերմուկի վերևում, գործարանի վերևում, հյուրանոցների տների, քաղաքի վերևում բերել նստացնել թշնամուն, կրակի տակ պահել ողջ քաղաքը եւ ջերմուկում կամ Սյունիքի մեկ այլ տարածքում, որտեղ այդպես եւ արոտավայրերը եւ մարդիկ եւ տաները սահմանաբերս կրակի տակ են, բառից բուն իմաստով։ Ինչ է կարծում, կարողացավ Նիկոլը պարոն Ահապետյան խաբել սյունեցիներին եւ ասել, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Իսկ նո ասելով չի, սյունեցին հիմա չգիտի հակառակորդը։ Ինչ բան է, քվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե է անցել։ Զինվորները քվեարկում են դեռ։ 35 դրոպ 65 տեղամասում զինվորները դեռ քվեարկում են։ Չէ, դա սա է, չգիտեմ, սա ինչ է։ Ինչը։ Աշրոցքում ԿՊ-ն հաղթում է 82 ուժեղ, Հայաստանը 41%, Հայաստան դաշինքը 13, ԲՀԿ-ն այդ գումարային ինչքան է արվում, մի հատ խնդրեմ ուժեղ Հայաստանը 41, Հայաստան դաշինքը 13, ԲՀԿ-ն 18, 41, 54, 60, 74, մի փոքր, տենց հավասարը մի փոքր ցած։
Կապան, Սրաշեն, ԿՊ 41, Ուժեղ Հայաստան 7, Հայաստան դաշինք 4, Միասնության թևեր 18, Կապանը կրակի տակ, բառից բուն իմաց, եւ Կապանում Նիկոլը կամ ԿՊ-ն կարողացել է ձայն ստանալ, ինչ ասել։ Այդ մարդիկ թող իրենց տները նվիրեն թուրքերին, իրենք վեսնեն ցուպը եւ Ձեզ ոչ մեկ չի փրկելու, ձեզ ոչ մեկ։ Սամվել Կարապետյանի նման հզոր մարդը, Ռոբերտ Քոչարյանի նման շատ ավելի հզոր մարդը, Գագիկ Ծառուկյանի նման եւ իրենց հզոր ուժերով։ Այն ժամանակ չասեք տնավեր եղած, որ չիմանաք ուր փախչեք, չասեք, այս ինչ արեցինք, չասեք։ Եթե մի քիչ բարոյականություն ունենաք, կհիշեք, որ ձեզ դրա մասին զգուշացրել են, ինչպես շատ արցախցիների, ովքեր տնավեր դարձան եւ ցուպը ձեռքներին Ուրեմն Անժելա, ես մի թիվ եմ ուզում ասեմ, նայեք, 9 ժամվա ընթացքում 1,224,000 է մասնակցել, 9 ժամ։ Տրամաբանորեն յուրաքանչյուր 3 ժամում 400,000 է, 400,000 անգամ 3 հատ ժամ, 3 հատ 3 ժամ, արման 1.2, ճիշտ է։ Պարզում է հիմա այս նոր ցուցիչը որ նայեցի, 1.470, այսինքն իտավով մասնակցել է 250։ Վերջին 3 ժամում 250։ Երբ որ նախորդ 3 ժամում միջինով 400 է մասնակցել, վերջին 3-ում ժամը ուրեմն 6-ին, 7-ին, 8-ին մասնակցել է ինչքան 250։ Ո՞։ Շատ ավելի մտիլնի, ինչ հեքիաթ եմ պատմում։ Ռոբերտ Քոչարյանը որ դուրս է գալիս ընտրատեղամասից եւ այդ քանի րոպե խոսում եմ, մեզ մոտ որ ասեցի Իրամենա, բա ինչ ես այլայլում արփի։ Խնդրեմ, պարոն Ապետյան, մինչեւ իրենք։ Ես տորց եմ ասում այդ վերջի 3 ժամվա թվերին ես չեմ հավատում։ Ոչ էլ իրանց ասած 58։ Չէ, մա դուք չեք տեսնում, այս զինվորներին տարել ով գիտի մի տեղից տանում են մյուս տեղը մի տեղից։ Իհարկե չի բացառվում, չէ։ Արդեն ցուցակներում մահացած մարդկանց անուններ, նոր մարդիկ գրանցված։ Հանուն Հայաստանի ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ, բարձր եմ Եթե մեր սարագարին ծավաթեք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք ոչ մի տեղ չենք նահանջել եւ ռադիկալ ընդդիմադիր որպես ուժ կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չկա որ ինձ մենք ենք ամենից ռադիկալ։ Перемен. Каких? Хороших. Перемен. Надо на самом деле остановить вот эту череду потерь, череду отступления от принципов, череду потери суверенитета и многое другое. То есть нужны серьезные изменения страны. Учитывая отношения Пашиняна и Зеленского, если Пашинян выигрывает, Армения может стать военным союзником Украины? Не думаю, что она может стать военным союзником, но в сравнении с Зеленским вообще-то очень к месту. Да, они на самом деле очень похожи своим авантюризмом и своим просто отношением к интересам собственной страны. Ծանոթ նյութերի 3 հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ լավ ասեց հակակոռուպցիոնի բենեֆիսը այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են եթե դուք օրինակ հաշտեք այդ մտքի հետ եթե ուրիշները հաշտեն Թշնամին երևի իրանց համար մենակ բանն է էլի այս ժողովուրդը ներսում տեղաշոր են մտնում խոհանոց են մտնում
ուղղակի խայտարակություն։ Ես այդպես բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց Հազարավոր ինչ։ բոլորը դիմադիր անխտիր քրական գործեր, տնային կալանքներ եւ այլ սա ուղղակի խայտարակություն։ Գնացել եմ փախել եմ, չէ, կորցրել եմ, գնացել եմ մի հատ տեղ, որտեղ գնացել եմ 3 հոգի կանգնած ինձ էս մասում։ Կարծում իրենք ուզում են վախ սերմանել, Կաշինյանը բոլորը գիտեն, որ շատ վախկոտ մարդ է, իսկ վախկոտ մարդը իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա եւ մտածում է, որ վախի մտնոլորտը տարածելով իրենք կստանան իրենց համար ցանկալի արդյունքը։ Չի ստացվելու։ Այս այդ չէր ում եթերում, Քոչարյանն չէր ում, մենք չենք երևում, չէ՞։ Երևում ենք։ Ինչ պիտի հավատամ, որ վաղը Հայաստանն ավելի անվտանգ է, քան այսօր։ Իսկ ինչու՞ չպիտի հավատամ։ Դարը փորձը, այն ժամանակվա փորձը, դարը չի քաղցր փորձը, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել։ Մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Տարբերությունը դարձում է էական։ Իսկ հիմա ամբողջ երկրը քննարկում է անվտանգային հարցը։ Բաց քաղաքացին խոսա անվտանգության մասին, մտածի անվտանգության մասին։ Ինչի համար են կընտրել կառավարությունը ընտրել խորհուրդ։ Մենք ու իրենք լայվ մտածել այդ մասին։ Քոչարյան, եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, դուք պատրաստ եք ձեր ձայները տալ։ Շատ լավ, այս հարցերին արդեն իրենք պատասխանել էին, նոր հետաքրքիր թվեր եկան, ԱԺ-ընտրությունների մասնակցությունը ըստ մարզերի։ Կարծում եմ հետաքրքիր է, պարոն Նահապետյան, եւ խնդրեմ, որ մեկնաբանեք։ Երևան 466,643 ընտրող, Արագածոտն 69997, Արարատ 131819, Արմավիր 126302, Գեղարքունիք 97144, Լոռի 124983, Կոտայք 148302, Շիրակ 115249, Սյունիք 71320, Վայոց Ձոր 29293, Տավուշ 65579։ Խնդրեմ։ Չեմ հավատում կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն թիվը, ըստ որի ընտրությանը մասնակցել է 1,470,000։ Մտածում եք, որ ավելի շատ է։ Հիմա ասեմ շատ պարզ թվաբանությունն է։ 9 ժամվա ընթացքում մասնակցել է 1,225,000։ 1,225,000-ը բաժանում եմ 3-ի, 3 ժամերով։ 12 ժամ ընտրություն է եղել։ Առաջին 9 ժամում մասնակցել է 1,225,000։ Բաժանում եմ միջինով 3-ի, մասնակցությունը յուրաքանչյուր 3 ժամում 408,000 է։ 408,000։ Այս թվերով տարբերությունը 1,225-ից 1,475, 250,000-ը։ Այսինքն առաջին 3 ժամերի ընթացքում միջինացված 408,000-ը մասնակցում, վերջին 3 ժամում, որտեղ ամենաբարձրն է բոլոր ժամանակներում, բոլոր տեղերում, բոլոր երկրներում, վերջին 3 ժամ ամենաշատ մասնակցությունն է, մասնակցում է 250, բարև ձեզ։ Մենք էլ իրաց լոխտն ենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Առաջնորդ եմ ասում, միջինացված 408,000 ամեն 3 ժամում, գումարային 9 ժամում անում է 1,224,800 քանես։ Ոնց եղավ վերջին 3 ժամում մասնակցեց 250,000, որ գումարեմ 1,225,000-ին, գումարեմ 250, որ տա այդ 1,470,000 քանես, այդ ոնց եղավ, չհասկացա։ Պարզ թվաբանություն է, ընդհակառակը վերջին 3 ժամում ավելի շատ է, քան նախորդ միջինացված 3 ժամերում։ Ոչ թե 408,000 պիտի մասնակցեր, այլ 500-550,000։ Ոնց եղավ, որ 250 կտրուկ, հասկանում եք դուք 2 անգամ իջացնում են, այդպես չի լինում։ Թող դնեն բոլոր ժամանակներում այս թվերը համեմատեն, ինչ որ ես եմ ասում։ Վերջին 3 ժամ նորից եմ կրկնում, ամենամեծ մասնակցություն, զինվորները մինչև մալը ներսն են, հասկանում եք դուք։
Չէ, դե եթե ժամուկես անցել է արդեն պիտի ընտրատեղամասերը փակվել են, զինվորները շարունակում են քվեարկել։ Դուք պատկերացնում եք, եթե զինվորները հրանգավորված չեն տարել, այնտեղ չի վերահսկվում, պիտի ընտրեն, ով էր իրենց թույլ տալու։ Ես հիմա հարց եմ տալիս, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոնց է վերջնական թիվ ասում, եթե դեռ քվեարկություն է գնում։ Չէ, շատ բարդ։ Զինվորները գնում են, չգիտեմ, 1000 հոգի, 2000, 3000-ը պարզ չի։ Չէ, հայտնի չէ, զինվորները քանի տեղ պիտի գնան։ Հələ տեղը բաներից զինվորական այդ բաներից հանելու են քանի Բա ոնց է թիվ հրապարակում։ Բա որ ասում եմ, հնարավոր չի, միջինով յուրաքանչյուր 3 ժամ 408,000 մասնակցի, վերջին 3 ժամում 250։ Արդեն ընտրությունների ժամ ու կես անցել է, դեռ այս պահին շարունակում են այնտեղ քվեարկել, ԿՀ-ն արդեն տվյալներ է ասում։ Այնտեղ քվեարկությունները շարունակում են եւ լինում, կարող եք ասել ինձ։ Ինչ ասել, պարզ է, չէ՞ որ հրամանատարների բանի հսկողության տակ անցնում։ Ով է թույլ տալու, պարոն Հապետյան, եթե զինվորները գնային եւ ազատ ընտրելու հնարավորություն ունենային, որևէ մեկը թույլ տալու էր 20:00-ից հետո իրենք ընտրություն կատարեն։ Ո՞նց եք պատկերացնում դա։ Չէ, դե էս Եթե այդ միայն մի դեպքում է, մի վարքան միայն մի դեպքում է լինում, մի վարքան։ Չէ, եթե զինվորը այդ սենյակը որտեղ որ քվեարկություն տարվի, այո, մտելա 20:00-ից առաջ։ Եթե ինքը մտել է 20:00-ից առաջ։ Ուզում եք ասել, որ ասենք 50 հոգի են մտել կամ 50 չէ, 200 հոգի։ Ժամ ու կես այդտեղ մնացել են իրենք։ Ժամ ու կես ուզում եք ասել, չկարողացան։ Ուրեմն 50 զինվոր չի։ Նախ չի տեղավորվում։ Ուրեմն 50 չի, այդտեղ 500 է։ Բոլոր տեղերը բեր լցվել են, հերթով հանում են, պաշ չի։ Իսկ ինչ գիտեք, որ այլ տեղերում նույն բանը չի։ Ասենք եթե այդ պարկերով բացահայտել է, որ տանում են 3-4 տեղ բացահայտվել է, մեռած մարդկանց անուններ, կրկնակի քվեարկություններ, տների վրա բազմաթիվ գրանցումներ, հիմա մենք տեսնում ենք զինվորները այսպես, իսկ ով ասեց, որ սա մասսայական չի եղել, եթե, սիրելիներս, 10 քանի տեղամասում այս պահի դրությամբ շարունակվում է չէ հոսանքազրկված մնալ, դե եթե շարունակվում է հոսանքազրկված մնալ, բոլորը ահա զանգում են դրա մասին, Այս Ռոմանոսը հայտարարում է, որ դա չկա այդպիսի բան, պարոն Հապետյան։ Ուղարկեցիր ինձ, դա։ Դուք կուղարկեմ իմ անցածքում։ Ուղարկե, թող մոտս նա։ Ռոմանոսը հայտարարում է չկա։ Գժանոցում ենք։ Կոնկրետ տեղամաս ասում են, գրում են մոտ 15-20 տեղամաս արդեն համարներով գրում է, որ չկա։ Նաև կա տեսանյութ, որտեղ հոսանք չկա, հեռախոսներն են եւ լապտերներն են, չկա հոսանք։ Մարդիկ միացել են մութը երևում է։ Սույն անձը ասում է, չէ ինչ հոսանքազրկում, դες բան չի եղել։ Իրան զեկուցել են, ինքը տեղակ իրան զեկուցել են, որ հոսանքազրկում, ինքն էլ հայտարարում է։ Հիմա որ ասեն, այ խելոք, այս էլ տեսանյութերը, որտեղ էս ընտրատեղամասն է, այս հանձնաժողովն է, այս վստահված անձիկ, այս դիտորդները, հոսանք չկա, ասելու են, ես ի՞նչ կապ ունեմ, ինձ զեկուցել են, որ անջատում չկա, ես էլ հրապարակավ ասում եմ կրուտիտը, ես ասեմ տենց էլ ասելու է, ինձ զեկուցել են, որ չկա, այ հիմա ով է սխալ զեկուցել, դիում գրի հեռացի։ Էսի կոչվում է Ալիսան ծուր հայլիների թագավորությունում, ամեն ինչ գլխի վրա շուռեկած։ Նորից եմ ասում, որից մեկ ինձ հակառակը չի կարող համոզել բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, այդ թվում Հայաստանի Հանրապետություն վերջին 3 ժամում ամենաշատ ընտրությունն է լինում։ Ամենաշատ մարդիկ գործից մի կերպ դուրս են գալիս, վազում են, զինվորներին պաշկեքով բերում են։ Տոկոսը ավելի բարձր լինի։ Նորից եմ ասում, միջինացված 408,000 ամեն 3 ժամում 3 հատ 3 ժամ, անմա 1,224,000, 408,000 Մեկ էլ պարզում է վերջին 3 ժամում 250,000 է։ Չհասկացա։ Այն առավոտը, որ մարդիկ մինչև զարթնեն, մինչև էսկոմ, մինչև ենկոմ 408,000 է միջինացված վերջին 3 ժամում 250։ Այդ խելքի մոտ բան է, չես լուրջ եմ ասում։ Թող բացեն նային 21 թիվ, 18 թիվ, 17 թիվ, ժամերով կա գրած, ոնց որ հիմա են տարածել։ Վերջին 3 ժամում մասնակցություն ինչքան է միշտ ամենաբարձրն է եղել բոլոր տեղերում Հայաստան, Ռուսաստան եւ այլն մեր մոտ 2 անգամ ընկնում է ինչի մասն է խոսում ինչու է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման ցածր թիվ տալիս որտեվ եթե իրականը տա ոչ թե 408,000 այլ ասենք 500,000 օրինակ 500,000 որը խիստ անբանական է գումարը անմա միլիոն ինչքան միլիոն 720
5000 1.725.000-ը դա ընտրողների մասնակցության մեջ մոտ 70%-ա, ոչ թե 58%։ Իսկ 70%-ի մեջ Փաշինյան ինչա ման գալու այդ ժամանակ բարձր մասնակցության փայտիկ։ Չէ, այդպես չի։ Ասում է հարգելիս, բայց ինքնաթիռը վթարվում է, այս պարաշուտ չկա, մեզ էլ ասում եք թռեք, այս փայտիկը խեք տալիս, ասում որ թքելով իշտեք էլի, միջև հասնեք գետին, առանց պարաշուտ։ Նոր տվյալներ Աղեքի համայնքում ԿՊ 34, Ուժեղ Հայաստան 32, Ծաղկաշատում ԿՊ 72, Ուժեղ Հայաստան 48, Մադանգ ԿՊ 22, Ուժեղ Հայաստան 15։ Ահա այսպիսի նոր տվյալներ Շիրակի մարզի Սարակապ գյուղում ԿՊ-ն հաղթում է 205, Ուժեղ Հայաստան 50, Հայաստան դաշինք 14, ԲՀԿ 4։ Գիտեք, որ համայնքներում ուղղորդումներ են եղել, այսպիսի բաներ համայնքապետերը դրա մասին էինք մենք քիչ առաջ ասում ներկայացնում։ Տոտալ խախտումները երկու պարագայում են, առաջին նույնիսկ այդ զինվորների քանակ չի որոշելու, հոսանքազրկումը 1, մասնակցության թվականակի կրճատումը 2։ Այս է երկու հիմնական, որը Փաշինյանը այնտեղ հաշվել են, որ այս անենք կարգին կնկարենք, որ մենք ենք հաղթել։ Հոսանքազրկում, մեկ է թվի կրճատում։ Ավելին ասեմ, հոսանքազրկումը այդքան էական չի ազդելու, ինչքան թվի կրճատումը։ Ինչ ունեք ասելու Սյունիքի ներքին հանդ։ Այդ շրջափակված կիսագյուղն է։ Շրջափակված կիսագյուղ, ժողովուրդը այնտեղ մարդ մնացել է։ Այո, ԿՊ-ն 50 ձայն է ստացել։ Միասնության թևերը 15, Ուժեղ Հայաստանը 11, Հայաստան դաշինքը 3։ Խնդրեմ մի հատ։ Այսինքն մարդիկ ուզում են դուրս գալ։ Հատուկ ես 50 հոգու համար, էլի։ Ինչ ունեք ասելու։ Ինչ ասեմ։ Ներքին հանդի մասին է խոսքը։ Ես մի քիչ լավ գիտեմ այդ տարածքները եւ լավ գիտեմ եւ այն տղերք ովքեր որ այդ սահմանը պահում են, բականին ծանր սահմանը կիսաշրջափակված վիճակում են պահում։ Նրանք ովքեր որ պոստերի են կիսաշրջափակված վիճակա։ Հիմա այդ մարդը, որը չի կարողանում, այսինքն Թուրքի կրակի ավտոմատի հսկողության ներքո է շարժվում ներքին հանդի, ԿՊ-ին տալիս այն չի համար, ուզում եմ հասկանամ։ Ինձ էլ է հետաքրքիր, ինչի։ Ուզում են դուրս գան երևի։ Ուզում են դուրս գան, այսինքն տնաքանդություն։ Դե իրանք իրենց տունը քանդվեն, ուրիշ տրամաբանություն չկա։ Ուզում են տեղից դուրս գան։ Չկա ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ուրիշ ինչ ասեմ։ Վատ բան կասեմ այդ մարդկանց չեմ ուզում ասեմ։ Չեմ ուզում ասեմ։ Իդեպ զուգահեռում եմ անընդհատ ասել եմ, ասում եմ ու էլի ասելու եմ։ Ղարաբաղում մտրությունները։ Արայիկ Հարությունյանին, ես շատերին չէ, բայց ինչ որ մաս դեմքերով գիտեմ, անուններով գիտեմ, 10 ովշիկներին տներով աշխատատեղերով, որ Արայիկ ապահովում էր տանիքի վերանորոգմամբ, այնտեղ եմ եղել եւ դա հեքիաթների դաշտից չի։ Էլ ինչ էին, հա, առողջապահական վիրահատություններ, աշխատանքի տեղավորում, քեշ փող։ Արայիկին խաղացնում։ Հիմա որտեղ են այդ 10 ովշիկները իրանց ընտանիքներով եւ մյուս տեղի բնակիչները, որտեղ են եւ որտեղ է Ղարաբաղը, ում իշխանության ներքո է, չէ՞ ինձ հետաքրքիր է, էլի։ Այսինքն մարդը ինչքան հիմար պետք լինի, որ աշկի առաջ քո արյունակցի։ Սա գիտեք նույնն է, եւ սա մասին ես բարբերաբար ասել եմ, ցավոք սրտի, բայց իրականությունն է։ 1915 թիվ մի հայկական բնակավայր թուրքերը գալիս են, դիմադրություն այնքանով որքանով լինում է, որտեվ չի լինում, որտեվ տղամարդիկ զորակոչված էին բանակ։ 1914 թիվ առաջին համաշխարհային պատերազմ։ Գյուղը դիմադրություն չկար, համարյա չկար։ Գալիս էին սպանություն, թալան, բռնաբարություն, 1-2-ը մազապուրց այդ կիսա Լեռնայինից վազում էր վերև, Լեռնային գյուղերը հիմնականում հայկական էին։ Ասում էր ժողովուրդ թուրքերը եկել են քրդերի հետ, անում են էս։ Ինչ էին ասում սրան։ Ասում են մենք թուրքի հետ խնդրեմ չունենք, մեզ խի պետք է անեն։ Լուրջ եմ ասում։ Սա շատ դեպքեր ա եղել։ Ասում են մենք թուրքերի հետ չկռիվ, ասում են մեզ ընդ կոտորեցին արդեն։ Ասում են չէ, խնդրեմ չկա։ Ղարաբաղում արեցին դուրս եկան։ Հիմա այդ նույն ներքին հանդի մարդը ասում է մեկ խնդրեմ չունենք։ Չէ, վերևում կանգնած է։ Նախնական արդյունքներով Ալավերդիի մեծ այրում բնակավայրերից ԿՊ 111 ձայն, Ուժեղ Հայաստանը հաղթում է 173 կեցել։ Ես կարծում եմ շատ բոլոր տեղերում էս վիճակն է, այլանդակությունները եթե չանեն։ Եվ խայտարակ ձևով պարտվել է։
ԿՊ խայտարակ ձևով էլ պարտվել է, այս սա կապիկություններ է, այդ թվերը որ բան են անում։ Հələ մի հատ թող այդ հոսանքա զրկվածի թվերը տան։ Ինձ շատ հետաքրքրում է, մոտ 2 տասնյակ կա, չէ՞ հոսանքա զրկված։ Շրջապատված գյուղեր, ասենք համայնքապետը այդ 50 հոգու եւ ձերքը բռնած տարեքը վիալկե բերել է։ Չի բացառվում, չէ՞։ Ես չեմ պատկերացնում, որ թշնամին վերևից կանգնած է։ Դա այդ ասում եմ, հնեկին հանդեպ նշանառության տակ է։ Ես չգիտեմ, Թուրքի նշանառության տակ եղած մարդը կգնա։ Ժամը միանգամից, ես էլ սոտքի արդեն ձայնագրությունները պատերազմի մեջ գտնվող Ղարաբաղեր գնում Արայիկ տալիս, որ հետո վերջում ճամպրուկները կապեր դուրս գար, հա։ Այդքան էլ ասում ենք պատերազմա ժողովուրդ, երկրի ղեկավարը դինի զինվորական, երկրի բերի տոտալ պաշտպանության, միակ շանսն է, ուրիշ շանս չկա, հակառակ դեպքում լինելու էր ինչ որ եղավ։ Բայց մարդիկ գնում Արայիկ, ես ասում եմ, այստեղից եմ չի ասել, առաջին անգամ որ Արայիկի հետ մի անգամ հանդիպել եմ եւ ինչ եմ ասել։ Իսկ մարդիկ իրականությունից կտրվել են։ Թուրքի յաթաղանը գալիս է, մարդիկ մտածում են խաղաղություն։ Լավ, ինչքան մարդ հիմար լինի այդ։ Դավան այդ ազգերը պատմության աղբանություն են հայտնում, շատ ազգեր, մեզանից ավելի հզոր ազգեր, կայսրություններ ավելի մեծ զարգացած են, չկան։ Օրինակ ես հրամանատարը, հիմա արդեն տեսեք սոտքի, սա արդեն հայտնվեց, կարող եք մեր Telegram ալիքում էլ տեսնել, սոտքի զորամասում հարյուրավոր զինվորների փորձել են մինչև ուրեմն 20:00 մտցնել, որ դրանից հետո ընտրություն անեն։ Կա, չէ՞ այս ամեն ինչը։ Ոչ իշխանապողությունից հետո հրամանատարի հետ խոսանք խիստ։ Եվ նաև շատ խիստ գնահատական էր տվել ընթացքում Լևոն Զուրաբյանը, ասելով, որ սա Լևոն Զուրաբյանը քանի ընտրություններ է տեսել, չէ՞ իր կյանքում, խնդրեմ։ Սիրելի ժողովուրդ, սա աննախադեպ ընտրություն է, նաև նրանով, որ երբեք Հայաստանի պատմության մեջ հենց ընտրության օրը այսքան զանգվածային ձերբակալություններ չեն եղել, որը այսօրվա ռեժիմը իրականացնում է, քանի որ վախեցած է ընտրությունների արդյունքներից։ Հիմա իրավիճակ է ստեղծվել, որ մեր ժողովուրդը պետք է վերցնի իր սեփական ճակատագիրը իր ձեռքը։ Սա միակ հնարավորությունն է, որ Հայաստանում մենք հայ ժողովուրդը հաստատենք մեր կամքը եւ կայացնենք մեր վճիռը։ Հետևաբար արդեն իհարկե շատ բարձր է մասնակցությունը, բայց պետք է նաև այս վերջին 3 ժամը շատ ակտիվանալ եւ գնալ դեպի ընտրական տեղամասեր։ Սա այն պահն է, երբ որ մենք կարող ենք մեր իսկ գործողություններով փոխարինենք խելագար Հայաստանը խելամիտ Հայաստանով։ Ուրեմն միասին դեպի ընտրական տեղամասեր եւ կեցե հայկական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարություն տեղիներ է սպառերը։ Ձայն չկա Իոնիսյանից։ Մեկը որ փորձում է ինքնասպանություն գործել, մի անգամ հնարավոր է ձեռքը բռնել, բայց եթե նախանձախնդիր է եւ հետեւողական է ինքնասպանություն գործելու, երկրորդ անգամ անիմաստ է ձեռքը բռնել։ Հիմա մեր ժողովուրդը ցավոք սրտի երկրորդ անգամ փորձում է մի մասը ժողովրդի իհարկե, այն ներքին հանդիմ համար հա իդեպ ցուցիչը գիտեք որն էր, ես հիմա զուգահեռ եմ Արցախի հետ։ Ուրեմն ընտրությունների օրը ես Բալասանյան Վիտալի շտաբում էի եւ թվերը գալիս էին այնտեղ սահմանային մի գյուղ կար, որը Քարորիայում թուրքերը գրավել էին Թալիշ գյուղը։ Այդ գյուղը ավերել էին եւ Թալիշը ավերել էին եւ այդ գյուղում քանի որ սահմանային գյուղ էր Թալիշից դուրս եկածները 16 թվին չէին ուզում հետ գնային, որպեսզի վերաբնակեցում լինի։ Այդ գյուղը վերաբնակեցվեց մի առաջին հերթին մի անձի շնորհիվ Վիտալի Բալասանյանի։
Այո։ Անձամբ պատմել էր, որ Այո։ վարորդ հետ գնում էր, մնում էր գիշերները, որ կարելի է մնալ, վախենալ պետք չի, հետո հսկայականակ ներդրումներ էր։ Իր համար պատվի եւ արժանապատվության հարցեր էր, Թալիշը, որպեսզի ուրեմն Թալիշը վերականգնվի եւ մնա։ Թալիշ գնացին, հիմա ուշադրություն դարձրեք, ես հանդին զուգահեռն եմ տանում։ Ընտրությունների օրը, երբ տվյալները գալիս էին, ես մտածում եի, որ Թալիշում ընդհանրապես իշխանությունը եւ ընդդիմությունը այնքան քիչ ձայն պիտի հավաքեին, որը չափելի չլներ Վիտալի Բալասանյանի հետ։ Եվ ի դժբախտություն մեզ Թալիշում Վիտալի Բալասանյանը հավաքած ձայներով երրորդն էր։ Հայտարարություն, Աստված։ Ես ասի, Վիտո ասի, մեր ժողովուրդը գնում է դեպի ինքնասպանության, այդ թվերը, որ Թալիշի թվերը, որ իմ աչքի առաջ երրորդը։ Որովհետև այդ հարցը քննարկվել է, Թալիշը պահել, վերականգնել, վերաբնակեցնել, անել թե չանել, չէ, այդ հարցը քննարկվել է։ Եվ նորից եմ կրկնում, դա պատվի, վա, ինչ լավ էր, պարոն Բոզյանն էլ արդեն միացավ մեզ։ Այսինքն ես ինչու եմ ներքին հանդի հետ, հա, զուգահեռում Թալիշի վիճակը։ Զուգահեռում եմ, որովհետև այն ժամանակ Թալիշում այլոք պիտի որիցը ձևով ցայն չտային որիցը մեկին, որովհետև սկզբունքորեն որ իրենք կային հսկայական գումարներ, միլիոնավոր դոլարներ ներդրումներ եղել։ Եվ ցավոք սրտի այս ներքին հանդի այդ ձայնը առավելությունը ինձ հիշեցնում է Թալիշին։ Եվ որտեղ է հիմա Թալիշի ժողովուրդը։ Այսքան է, ես կարծում եմ ուրիշ բան չասեմ, էլի։ Ցուցիչ ասա, իրոք ցուցիչ է։ Թալիշում ընդհանրապես հորիցը մեկը պիտի ձայն չհավաքեր ոչ իշխանությունը, ոչ էլ մյուս ընդդիմադիրը բացի Վիտալի Բալասանյան կուսակցությունից, կարծեմ արդարություն անով։ Այսօր, երբ որ ներքին հանդը Թուրքի ոչ թե ավտոմատի, պարսատիկի տակա նշանառության հաղթում է ԿՊ-ն, ես ուրիշ ինչ բացատրել։ Սյունիքի սահմանամերձ գյուղերի մի քանի գյուղերում Կապանում հաղթում է Նիկոլը։ Կոնկրետ։ Չէ, դրոշակը չէ, այնպես չի որ գլուխը բարձրացնում են դրոշակն են տեսնում։ Շատ ունենք մենք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, պարոն Նահապետյան, այս ժամին որ եկաք, մենք գիտեմ որ հիմա այլտեղ է գնալու ուղիղ եթերում շարունակելու է աշխատել մինչև լուսաբաց ոնց որ թե պարոն Նահապետյանը լինելու է ուղիղ եթերում, ես հրավիրում եմ պիտի խնդրեմ ձեր տեղը զիջեք պարոն Բոզյանին, մենք սիրելի շնորհակալություն նորից պարոն Նահապետյան, մենք շարունակում ենք աշխատել, մինչ պարոն Բոզյանը կմիանա մեզ, Կապանի Տանձավեր ուրեմն համայնքում Հայաստան դաշինքը 101 ձայն, կեցեք դուք, ԿՊ 65, ամոծես, ուժեղ Հայաստանը 12, միասնության թևերը 19, նորից ես չգիտեմ ճանապարհին է եղել երևի պարոն Բոզյանը, բարև ձեզ, պարոն Բոզյան, միկրոֆոններ մոտեցնենք, ասեմ, որ չգիտեմ մասնակցության թվերը կան, ես նորից ուզում եմ մասնակիցների թվեր, նախ ասեցին, որ մի շարք տեղերում հոսանքազրկումներ են, 13-7, 13-6, 14-4, 13-37, 13-44 եւ այսպես շարունակ 10 քանի տեղամասերում նույն պահի Ռոմանոս ասում է այդպիսի բան չկա, ավելի ուրեմն ժամը 20-ից 2 պակաս, մենք քիչ առաջ ուղիղ կապ ենք լրագրող Լիա Սարգսյանի հետ, ինքը ասաց, որ տեղում է եղել մի քանի տեղամաս, ուրեմն մտցրել են 20:00-ից 2, ուրեմն պակաս մտել են զինվորները խմբերով, սկսել են քվեարկություններ, քիչ առաջ ուժեղ Հայաստանը տարածեց, ուրեմն արդեն ժամ ու կես անցել որ տեղամասերը փակվածներ շարունակում են զինվորականները քվեարկել։ Տեսեք թե ինչի է դիմում եւ ինչի անում, ահա, խնդրեմ, արձանագրությունները բոլորը կա, որ 20:42-ի դրությամբ շարունակել են քվեարկությունները, հետո արդեն ժամ ու կես անցել էր, այսպես։ Ես հիմա հարցերն ասեմ, որ հերթով անդրադառնանք եւ ուրեմն աննախադեպ էր, որ ընտրողների մասնակցությունը ընտրողն եղել է 58.97%, թեպետ գիտեք, շատ ճիշտ նկատեց պարոն Նահապետյանն ասում է, եթե միջև այս պահին մարդիկ ընտրություն են անում։ Պատկերացնեք, այս պահին զինվորականները ընտրություն են անում։ Սա ուղղակի, ասենց ասեմ, սա ուղղակի աննախադեպ խայտարակություն է, որտեվ